Նարինեն մահերին ընդառաջ է գնում զույգ բալիկներին գրկած։ Նրան դուստրն է օգնում Ալյոնան, հայրիկին հասցնելու իրենց ընտանիքի նոր լույսն ու հույսը։ Գորն ու Հայկը իրենց նոր ուժն են։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի պատերազմում զոհված Գոռ Ղուկասյանի զույգ եղբայրներն են Գորն ու Հայկը։ Տուն են գնում լուսավորելու իրենց ծնողների սրտերը, թև ու թիկունք լինելու իրենց քույրիկին։ Գրկինս Հայկն է։ Հայկը դիմագծերով Գոռին նման է։ Իսկ քնածը Գոռն է, ինքը Ալյոնքին է նման։ Որպեսզի ավակ եղբորից երկուսին բաժին լինի, թող Հայկը դիմագծերով լինի, անունը տվեցինք այն բալիկին, որը ավելի շատ Ալյոնքին է նման։ Ճիշտ է, Գոռը միշտ կմնա մեր ավակ որդին, մեր տան արևը, բայց փոքրիկները կլինեն մեր տան շողերը։ Իսկ Ալյոնկան ինքը 17 տարեկան էր Գոռը կորցնելուց։ Ինքը մի օրում հասունացավ ու փորձում էր ամեն ինչ անել ինձ ու հորը օգնելու համար։ 44-օրյա պատերազմի ժամանակ Գոռը ժամկետային զինծառայող էր։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին արդեն որպես ազգային անվտանգության ծառայության ենթասպա էր ծառայում հայրենիքին։ Իրեն վստահված դիրքը նա պաշտպանեց մինչև վերջ, կյանքի գնով։ Գոռն ընդամենը 21 տարեկան էր։ 20 թվից հետո, պատերազմը ավարտելուց հետո տուն եկավ, մի քիչ հետո որոշեց նորից անցնել ծառայության։ Չէինք ուզում, ես էլ, հայրն էլ դեմ էինք։ Բայց ինքը մեզ սկացալ չի։ Իշքան էլ պիս օրեր ալալ, հիբը տելեֆոնավ խոսալանք ինքը ասալա։ Վեր լավում, վեշ մի դոնում ինքը հուսահատված խոսալ չի, վեշ մի դոնում նեղված խոսալ չի։ Ինքը մեր տանը արևն է։ Գոռի մասին ընտանիքում միշտ ներկա ժամանակով են խոսում։ Նրա բարի ժպիտով լուսանկարներն են զարդարում տան յուրաքանչյուր անկյունը։ Ասում են, Գոռը վերադարձել է երկու փոքրիկ սրտերի բաբախյունով։ Գոռն ու Հայկն են լինելու այն լույսը, որ կշարունակի վառ պահել իրենց տան արևը։ Մահերն է տուն եկալ ու ասալ վեր Գոռել քավեջ։ Դա կործանալ ամեն ինչ։ Մուկ հայտնվալանք մին ճահճում վեր ամեն օր մեզ ձգումա ներքև։ Ու այդ ճահճից դուրս գալու հնարավոր չի։ Եվ Նարինեն ընդունեց իր կյանքի ամենադժվար, բայց կենսական որոշումներից մեկը։ Մի առավոտ պարզապես գնաց հանդիպման։ Բժիշկները հույս տվեցին։ Որոշեցի չմտածել երկար, չմտածել ուրիշ բաների մասին, ուղիղ առաջ մտածել ու առաջ քայլել, եթե հնարավոր է։ Այդ ճանապարհին զգում է, որ անընդհատ Գոռը ինձ հետ է։ Գոռը ինձ հետ է, ինքը միշտ մեզ հետ է։ Միշտ տանն է, մեզ նհատա։ Զգում էի, որ այդ անդունդի վերջում մի լույս կա։ Լույսը երկուսը դարձավ։ Տենց քայլում էի։ Ծանր էր այդ քայլերը, ամեն մի քայլը անասելի ծանր էր, բայց քայլում էի, հետ չէի նայում։ Ու հասանք այդ լույսին, հասանք բալիկներին։ Առանց իրար հերթ տալու գրկում են երջանկությունը, նորից ժպտալ են սովորում Նարինեն ու Մհերը։ Բառերով չեմ կարող ոչ մի ձև նկարագրեմ, իմ կարծիքով երևի բառարանում տես բառ չկա, որ կարելի է խոսքի հետի արտահայտված ասած խոսքի տենց ինձ մի հատ զգացողություն ունեմ։ Չկա երևի բառարանում տես բառ։ Մի հատ ուրիշ զգացողություն, մի հատ ուրիշ աշխարհ։ Ավակ եղբոր օրինակով են ուզում մեծացնել փոքրիկներին։ Կուզեին Գոռն ու Հայկը ճանաչեն ավակ Գոռին ոչ միայն որպես հերոսի, այլև որպես բարի, ազնիվ ու
արժանապատիվ մարդու։ Կուզենայի իմանային, որ իրանց ինչ եղբայր է եղել ու կուզենայի, որ իրանք էլ այդ նույն նմանվեին իրան։ Գոռում էր մեծ որդին, շատ դաստիարակված, մեծին սիրող, փոքրին սիրող, հարգող ամեն ձև։ Ինքը մի ուրիշ ձևի տղա է եղել, ասենց ասեմ, ուրիշ ձևի երիտասարդ է եղել։ Ինչքան հպարտ էր իրենց եղբայրը, ինչքան ազնիվ էր իրենց եղբայրը, ինչքան ուժեղ էր իրենց եղբայրը։ Անասելի հասուն էր իրեն 21 տարեկան եղբայրը, անասելի հպարտ էր։ Այս ճանապարհը Ղուկասյանների ընտանիքը մենակ չի անցել։ Նրանց կողքին կանգնած է եղել հայորդի բարեգործական հիմնադրամը։ Երեխաների համար անհրաժեշտ է խնամքի պարագաներից մինչև մահճակալ հիմնադրամը նվիրեց, փորձելով նաև այդպես երախտապարտ լինել հայրենիքի համար ամենաթանկը չխնայած ծնողներին։ Շատ առատաձեռն էր մեր հանդեպ հայ որդին, չէի սպասում, ճիշտն ասած ոչ մեկից ոչինչ չէի սպասում։ Մենք փորձում ենք մեր ուժերով տեղավորվել, բայց հայ որդին շատ առատաձեռն էր մեր բալիկների հանդեպ, շատ շնորհակալություն հայ որդին, թող իրենց ծրագրերը լինեն միշտ հաջողված, հնարավորություն ունենալ օգնել բոլոր նրանց, ով իրենց կարիք ունեն։ Գորի ու Հայկի ծնունդով հայորդի բարեգործական հիմնադրամը սկսում է նոր ծրագիր, որը նախատեսված է աջակցելու այն ընտանիքներին, որոնք ծանր կորստից հետո նորից կյանքին ասում են այո։ Ծրագրի մեկնարկը կտանք սեպտեմբեր ամսին եւ որոշում կայացնելու փուլից սկսած մինչեւ ծննդաբերություն եւ հետծննդաբերական ողջ փուլի ընթացքում մենք կլինենք ընտանիքների կողքին, որը իրենից ենթադրում է բուժման համար անհրաժեշտ դեղորայք, հետազոտություններ, երեխայի խնամքի համար անհրաժեշտ պարագաներ, կահույք, հագուստ, այսինքն ամեն ինչ այս փուլում մենք կկարողանանք ապահովել ընտանիքներին եւ այդ կերպ ցույց կտանք, որ մենք իրենց կողքին ենք։ Կարծում եմ, որ հայորդի այս ծրագիրը իսկապես մոտիվացնող կլինի եւ շատ ընտանիքներ կգնան այդ կյանք բերող ճանապարհով եւ որոշում կկայացնեն երեխա ունենալ եւ իհարկե այս ճանապարհին մեզ անհրաժեշտ են տարբեր աջակիցներ, գործընկերներ, գաղափարակից մարդիկ, ովքեր որ կմիանան մեզ, որովհետեւ կարծում ենք, երբ որ սեպտեմբեր ամսին ծրագրի մեկնարկը տանք, միանգամից արդեն շատ ընտանիքներ կդիմեն մեզ ու այդ ճանապարհը միասին սկսենք անցնել։ Գորի ու Հայկի համար Մհերն ու Նարինեն միայն խաղաղ երկինք ու ապահով հայրենիք են ուզում։ Ուզում են, որ այլևս ոչ մի ընտանիք չապրի այն ցավը, որը ստիպված եղան ապրել իրենք, եւ որ հայրենիքը այլևս երբեք որդիների կյանքի գնով պաշտպանվելու կարիք չունենա։ Ես ուզում եմ մեր հայրենիքը էլ հայ որդիների կարիք չունենա։ Թող իրանք ապրին ազատ, անկախ հայրենիքում։ Ուզում չունեմ, թող ոչ մի բալիկ ստիպված չի իրան հայրենիքը պաշտպանել։